Աճել բարեպաշտ համայնքում։ Ես ուժեղ եմ, երբ կանգնում եմ Քրիստոսում իմ քույրերի կողքին։ Հովհաննես 15:14-ում ասում է. «Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ, որ ես պատվիրում եմ ձեզ»։ Քրիստոսի ընկերները կամ բարեկամները կլինեն իսկական ընկերներ ձեզ համար։ Նրանք ճիշտ խոսեն, որովհետև ճիշտ են ապրում։ Հիսուսը հստակ է խոսում այստեղ։ Ընկերները պահում են նրա պատվիրանները և խրախուսում են, որ նույնն անեն մյուսները։ Նրանք պահում են պատվիրանները ոչ թե նրա հանդեպ իրենց սերն ապացուցելու, այլ որովհետև սիրում են նրան։ Իսկական ընկերները մշտապես կբարձրացնեն ձեզ և կոչ կանեն վարվելու այնպես, որ հաճեցնեն Տիրոջը։ Նրանք կցանկանան ժամանակ անցկացնել ձեզ հետ և հոգ կտանեն ձեր աճի համար։ Նրանք կծիծաղեն և կլացեն ձեզ հետ միասին։ Կյանքի փուլերը կարող են բաժանել ձեզ, բայց քանի որ դուք սրտի ընկերներ եք, երբ կրկին հանդիպեք, կթվա թե ժամանակը չի անցել։ Իսկական ընկերները չեն վախենում ձեր աճից, առավելությունից կամ ձեռքբերումներից, այլ կուրախանան ձեզ հետ ասես այդ ամենը իրենցն է։ Մեզ անհրաժեշտ է կանանց ընկերախումբ։ Այս սկզբունքները ճշմարիտ են ինչպես երիտասարդ, այնպես էլ տարեցհասակում։ Ժողովուրդ 4:12-ում ասում է. «Եվ եթե մեկը նրան բռնություն անի, երկուսը նրա դեմ կկանգնեն, և երեք պատիկ թելը շուտով չի կտրվի»։ Ընկերները պայքարում են ձեզ հետ և ձեզ համար աղոթում, բարեխոսելով և հաղորդելով ուժ, որը գուցե պակասում է ձեզ։ Ինչ-որ զորավոր բան է կատարվում, երբ ընկերները հավաքվում են նրա անունով։ Հիսուսն ասաց Մատթեոս 18:20-ում. «Որովհետև ուր որ երկու կամ երեք հոգի իմ անունով ժողովեն, ես այնտեղ նրանց մեջ եմ»։ Սա անհավանական օրհնություն է այսպիսի անփոխարինելի ընկերության համար։ Ընկերները միասին քննում են Աստվածաշունչը և զարմանում տեսնելով Սուրբ Հոգու զորությունը միմյանց մեջ։ Քաջալերվեք, Աստված հիասքանչ, խոր աշխատանք է կատարում իր դուստրերի միջև։ Ընկերների միջև անհամաձայնությունը կարող է լինել, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է բաժանվենք։ Պաշտպանեք մեկը մյուսին։ Մենք ստեղծվել ենք համայնքում աճելու համար։ Այդ ընթացքում կլինեն ձախողումներ, բայց երբ նվիրվեք միմյանց, կկարողանաք լավագույնը վատը փնտրելու փոխարեն։ Եթե ձեր կյանքում չունեք այդպիսի փոխհարաբերություններ, մտադրվեք կառուցելու դրանք։ Խնդրեք Աստծո առաջնորդությունը նոր ուղիներ բարեպաշտ հարաբերություններ ձևավորելու համար։ Սկզբում դա կարող է վախենալի թվալ, քանի որ ոմանք չեն ցանկանում այդ աստիճանի պարտավորվածություն ստանձնել։ Խիզախեք և մեկնեք ձեր ձեռքը։ Դուք կարող եք միասին աղոթել, ուսումնասիրել Խոսքը և վայելել միմյանց ընկերակցությունը։ Եկեք աղոթենք։ Հիսուս, ուզում եմ լինել իսկական ընկեր և կառուցել իսկական ընկերություն։ Ցույց տուր որտեղ և ինչպես կառուցեմ այն։